Դե դեմքից շատ խփել են։ Ընդդիմադիր հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը պնդում է, Նորակերտի բնակիչ Գևորգ Խաչատրյանն ու նրա որդին 3 իր տան մոտ հարձակվել են իր վրա, հայոյել, հարվածել դեմքին ու գլխին։ Բազմաթիվ հարվածներ դեմքից, մարմնից տարբեր հատվածների, երկուսով։ Գևորգ Խաչատրյանն ու որդին ըստ Հոխիկյանի իշխող քաղաքացիական պայմանագրի անդամներ են եւ իր հետ հաշվարդար են տեսել ՔՊ-ի դեմ աշխատելու համար։ Սկզբում թե մենք եկել ենք պահանջելու, որ բացատրես, թե ինչ ես մեր դեմ աշխատում, ասում եմ ձեր դեմ, ում դեմ, ՔՊ-ի։ Նաիրի Հոխիկյանը նախկինում լրագրող է եղել, հիմա ընդդիմադիր հանրային գործիչ է։ Իշխանություններին կոշտ քննադատում է հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանին է մեղադրում, որևէ կուսակցության անդամ չէ։ Ընտրություններում էլ որևէ ուժի ցուցակում չկա։ Մի քանի օր առաջ իշխող կուսակցության նախընտրական պաստառի մասին մի հրապարակում է արել։ Պաստառը Նորակերտի մանկապարտեզի պատին է փակցված եղել, որը օրենքի խախտում է։ Նաիրի Հոխիկյանի պահանջով տեղափոխել են ուրիշ տեղ ու իր գրառման մեջ նշել է, թե գյուղի լուսոն է տարել ու փակցրել գյուղում մի շենքի պատի, որ հայտնի է Իլիչի Գոմ անունով։ Ցույց են տալիս ինչ-որ հրապարակում, որ ես արել եմ, որտեղ ես անդրադարձել եմ այն թեմային, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արգելված վայրում, օրենքով արգելված վայրում պաստառ է փակցրել, ես դիմել եմ ԿՀ-ով ոստիկանություն, եկել են եւ պոկել են այդ պաստառը։ Եվ ես նշել եմ, որ այս մարդիկ եկել են, ինձ գյուղից տեղեկացրել են, որ ինչ-որ Լուսին է եկել պոկել է այդ պաստառը։ Ես էլ այդպես նշել եմ։ Ասում եմ, ուր է այստեղ ձեր դեմ, ինչ որ ասում է Լուսինը ես եմ։ Ասում եմ, ոնց դու ես։ Ես տեսնում եմ Գևորգ Խաչատրյան, ինչ Լուսին է։ Ասում եմ, դու չգիտես Լուսինեն ով է։ Ով է Լուսինեն, ում անունը հիշատակել է վիրավորել է Գևորգ Խաչատրյանին։ Հոխիկյանն ասաց չի ասել։ Ինքն ու որդին հայոյել են իրեն, վիրավորել ու սկսել հարվածել, պատմում է Նաիրի Հոխիկյանը։ Ես նկատում եմ, որ այսպես ինչ-որ գրպանից ինչ-որ բան է մեկը փորձում անել, մյուսը չի թողում եւ այլն, այսպես քաշքշոց հայհոյանք, սեռական բնույթի հայհոյանք, ծնողներին ուղված հայհոյանք եւ հարձակում ինձ վրա։ Այդ պահին Նաիրի Հոխիկյանի կինն ու երեխաներն էլ են տանը եղել, մտածել է, որ ՔՊԱ-ականներն իրեն լավ բանի համար չեն այցելել ու տնից դուրս գալիս բակի սեղանից որդու խաղալի կատրճանակն է վերցրել, այն մտքով, որ եթե հանկարծ իրավիճակը սրվի, ուղակի գրպանից կհանի ու կվախեցնի, որ հեռանան, պատմում է Նաիրին։ Իրենք հստակ եկել էին հարձակում գործելու, անգամ փորձ է արվել դարպասից ներս մտնել, ես ընդամենը այդ խաղալիքը հանել եմ, վերև եմ պահել, ասել եմ փախեք այստեղից։ Այո, դա տեսել են, մարդիկ բոլորը այնտեղ հավաքված տեսել են, սրանք նստել մեքենան փախել են։ Խաղալի կատրճանակը տեսնելով ՔՊԱ-ականները նստել են մեքենան ու հեռացել են։ Ըստ Նաիրի Հոխիկյանի ոստիկանություն են ահազանգել, թե իրենց զենքով հետապնդել են։ Իրավապահները ժամանել են դեպքի վայր, արձանագրություն կազմել, զննել գնդակներ կրակող խաղալի կատրճանակը։ Ինքը խաղալիկա գնել եք խանութից։ Խանութից, մանկական խանութից։ Այդ ատրճանակը, այսպես ճակերտավոր ասած, եւս վերցրեց, ոստիկանները ծիծաղում էին, անգամ դա ունեմ նկարահանած, որպես ինքնապաշտպանության միջոց է կարելի ասել, հա։ Այո, ձեր ազանգը վերցված է, համապատասխան միջոցառումները ըստ հետագայության անակ։ Հետո էլ Նաիրի Հոխիկյանն է ոստիկանություն հաղորդում ներկայացրել իր նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Հոխիկյանը պնդում է, ՔՊԱ-ականներն իրեն թիրախավորել են քաղաքական հայացքների պատճառով։ Գործ պիտի հարուցվի իմ նկատմամբ խուլիգանության հոդվածով, որտեղ իմ տան վրա հարձակում է եղել։ Այս դեպքով քրեական գործ է հարուցվել խուլիգանության, հոգեկան ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Գործը հարուցվել է կողմերի հաղորդումների հիման վրա։ Նաիրի Հոխիկյանի վրա հարձակված ու նրան հարվածներ հասցրած անձանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Քննչականից ազատությանը հայտնեցին, նախաքննություն է կատարվում դեպքի հանգամանքները պարզելու համար։ Ինչն է ստիպել Գևորգ Խաչատրյանին որդու հետ Նաիրի Հոխիկյանի տուն հասնելու վեճի բռնվել։ Արդյոք նրան պատժելու նպատակ է ունեցել իրենց թիմի դեմ աշխատելու համար։ Եվ ով է այդ Լուսինեն, որի անունը Հոխիկյանի գրառման մեջ տեսնելիս վիրավորվել է։ Գևորգ Խաչատրյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, խոստացավ խոսել ուշ, երբ նպատակահարմար կհամարի։ Մինչև նրան զանգելը տուն էինք գնացել, մի կին դուրս եկավ, ասաց տանը չէ ու հրաժարվեց մեզ հետ խոսել։ Բաժարի հանգամանքները չեմ անում ինչից է, բայց մեքենայից մեջ սայլարկով շիշ եմ հայտնաբերել։ Նախընտրական պայքարի այսրված փուլում սա միակ միջադեպը չէ։ 3 գիշեր էլ ընդդիմադիր ակտիվիստ Արմեն Ալեքսանյանն է ահազանգել, որ իր մեքենան այրել են։ Նա պնդում է, թե իր քաղաքական հակառակորդներն են արել։ Էսի նրանից է փորձում են, որ ինձ լրացնել, որ չխոսամ, ակտիվ չլինեմ, բայց սա ինձ չի ընկճում։
Այս դեպքով էլ որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Քննչականից հայտնում են, որ գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնել։